Եթերում հեռանկարն է։ Եվրոպան նոր հնարավորություններ է դիտարկում, ՆԱՏՕ-ն մեծացնում է իր պաշտպանական հավակնությունները։ Թուրքիան վերածվում է առանցքային հանգույցի, Իրանի շուրջ նոր զարգացումներ են, իսկ Հարավային Կովկասը հայտնվում է համաշխարհային մրցակցության կենտրոնում։ Այս իրադարձությունները ինչպիսի ազդեցություն կունենան մեր երկրի վրա։ Այս եւ այլ հարցեր քննարկենք քաղաքական մեկնաբան Գոռ Աբրահամյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Աբրահամյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սկսենք Իրանից, Իրանի շուրջ իրադարձությունները նոր երանգ են ստանում, դուք ինչպես եք այդ ամենը դիտարկում։ Գիտեք, ի սկզբանե, երբ որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև սկսվեցին բանակցությունները պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, ի սկզբանե պարզ էր, որ ավելի շատ ֆիկցիայի հետ մենք գործ ունենք, քան բուն գործընթացի հետ, որովհետեւ երկու կողմն էլ հանդես էր գալիս հաղթողի դիրքերից եւ երկու կողմին էլ փոխադարձաբար միմյանց դիրքավորումը կամ դիրքորոշումը ընդունելի չէր։ Եվ հետեւաբար այս process-ը երկար չէր շարունակվելու եւ պարզ էր, որ տակտիկական խնդիր են ընդհանրապես լուծում։ Իրանի համար շատ կարեւոր էր, որպեսզի ուժերը վերախմբավորի, հավաքի եւ կարողանա դիմադրողականությունը փոքրի շատ է ուժեղացնել, հիմնականում հենվելով Չինաստանի աջակցության վրա։ Իսկ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ էր, որպեսզի հնարավորություն ստեղծվի Հորմուզի նեղուցը բացելու, նավթի համաշխարհային գները այդ պիկին, այդ պահի դրությամբ հասած վիճակից իջեցնելու եւ իրավիճակը կառավարելի դարձնելու համար։ Բայց նկատի ունենալով, որ Իրանը իրեն պարտված չի զգում եւ բանակցություններում ավելի շատ այսպես հաղթողի դիրքերից է հանդես գալիս, ընդ որում միջազգային հանրության գնահատականներով էլ այն համաձայնությունը, որը ձեռք բերվեց երկու երկրների միջև բանակցությունների արդյունքում ավելի շատ Իրանին էր ձեռնտու, քան Միացյալ Նահանգներին, ավելին գնահատում էր որպես կապիտուլյացիոն հենց Միացյալ Նահանգների գլոբալ շահերի տեսանկյունից։ Եվ այս իմաստով այդ իրավիճակը չէր կարող բնականաբար միջանկյալ ընտրությունների նախաշեմին կանգնած Միացյալ Նահանգների վարչակազմին ուրեմն բավարարել եւ պահանջների այսպես խտացումը ի վերջո բերեց նոր պայթյունի եւ մենք հիմա տեսնում ենք ականատեսնենք նոր ֆազայի պատերազմի, ընդ որում բավականին կոշտ պատերազմի, որովհետեւ արդեն օգտագործում են Միացյալ Նահանգների այնպիսի նոր տեխնոլոգիաներ ռազմաարդյունաբերության, որոնք նախկինում չէր օգտագործում եւ ինֆրաստրուկտուրայի ավելի դեպի քաղաքացիականի գնացող ինֆրաստրուկտուրայի ոչնչացման վրա է շեշտադրումները դրվել եւ սա հոգեբանորեն քաղաքականապես Իրանին ջարդելու նպատակ է հետապնդում եւ դրանից բացի նաեւ Միացյալ Նահանգները փորձում է հենց անմիջականորեն Հորմուզի նեղուցի վրա վերահսկողություն սահմանել եւ նաեւ Իրանին զրկել այդ կարևոր խաղաքարտից, որը իմ նախկինում արված բնորոշմամբ գալիս էր փոխարինելու միջուկային այդ ծրագրին, որը Իրանը առաջ էր քաշում եւ փորձում էր այսպես միջազգային օրակարգ ձևավորել դրա շուրջ։ Բայց Իրանը նաեւ իր պրոքսիներն է գործի դնում, դուք հիշում եք իրավիճակը Բաբ էլ-Մանդեբի հետ կապված, արդյոք սա կարող է փոխել իրավիճակը։ Գիտեք, ես ավելի գլոբալ հարցին մոտենամ, իրականում այն ինչ որ տեղի է ունենում կամ այն ինչ որ գործարկեց Իրանը Հորմուզի նեղուցի հետ կապված, բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծում ծովային իրավունքի ընդհանրապես տեսանկյունից, որովհետև ինքը խաթարում է միջազգային իրավունքի համակարգը հենց ծովային ազատ փոխադրումների, ծովագնացության եւ այլնի հետ կապված, որովհետեւ ստացվում է, որ առանձին երկրավերցրած մի որևէ երկիր, օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, կարող է շանտաժի միջոցով ուրեմն որոշակի վերահսկողություն սահմանել նեղուցների նկատմամբ, ընդ որում տնտեսական առումով կարևորագույն առանցքային նշանակություն ունեցող նեղուցներ եւ այդպես փորձել իր կամքը թելադրել միջազգային հանրությանը եւ իր շահերից բխող որոշակի դիվիդենդներ ձեռք բերել, հա։ Եվ ձեր ասած այդ երկրորդ этаպը արդեն մյուս նեղուցի հետ կապված էլի այս նույն տրամաբանության մեջ է դիտարկվում։ Եվ ընդհանրապես միջազգային հանրությունը լայն իմաստով եւ նաեւ նավահանգստային երկրներ այսօր կանգնած են կարևորագույն խնդրի առջեւ։ Դրան գումարվում է նաեւ Ռուսաստանի կողմից գործարկված այդ անպետություն նավերի, այսպես ասած, կամ թաքնված նավատորմի
բանը այդ երևույթը եւ որը եւս գլխացավանք է, որովհետեւ ի հայտ է գալիս մի նոր նավատորմ, որը շատ արագ կարող է պետությունից պետություն այսպես տեղափոխվել որպես գրանցման տեսանկյունից եւ վերահսկելիությունը կորչում է այս իմաստով ու նաեւ սա լուրջ պրոբլեմի առաջ է կանգնեցնում ընդհանրապես համաշխարհային ընդհանուր վերահսկելիության տեսանկյունից եւ այս առումով կրկնում եմ բավականին լուրջ պրոբլեմ է, բայց հաշվի առնելով, որ մի անգամ արդեն Իրանը խաղարկել էր Հորմուզի նեղուցում այս խաղակարգը եւ որոշակի հաջողություն է ունեցել, այո, տրամաբանական է, որ իր պրոքսիների միջոցով փորձելու է նաեւ այլ գոտիներում եւ դա ենթադրվում էր կամ կանխատեսվում էր իրականում այն ուրիշ վայրերում էլ կարող է բան անել, որոշակի process-ներ գեներացնել, ինչի ականատեսը մենք այսօր ենք եւ նաեւ վերջերս նաեւ շրջանառում է որ հնարավոր է ուրեմն Պարսից ծոցի մեկ այլ գոտում եւս Իրանի կողմից միտումնավոր որոշակի Քուվեյթի մասին է խոսքը հիմնականում որոշակի նոր գործընթացներ գեներացվեն ռազմական ինչը էլի այդպես տեղավորվում է Իրանի հակամարտությունների լոկալ գոտիներ ձևավորելու եւ այդպես իր տարածաշրջանային գլոբալ ազդեցությունը կամ գլոբալ ազդեցիկությունը ուժեղացնելու այս դրսևորման մասին։ Այսինքն Իրանը չի հրաժարվելու այս քաղաքականությունից, որովհետև փաստացի միակ լծակը, որի միջոցով ինքը կարող է բանակցային որոշակի առավելություն չասեմ կամ գոնե մրցակցային իրավիճակ կամ մրցակցային դրություն ստեղծել իր համար, հենց այսպիսի մեխանիզմների կիրառումն է։ Դրա համար ոչ հուսիտների հետ կապված է ինքը որոշակի զիջումների գնում, ոչ լիբանանյան հարցում է զիջումների գնում, կապված Հեզբոլլահի հետ եւ այլն։ Այսինքն սա բնական քաղաքական ռեալ պոլիտիկից բխող երևույթներ են եւ քանի դեռ այս խնդիրները չեն լուծվել, մենք անընդհատ հոսող, այսպես շարունակվող պատերազմի հետ են գործ ունենալու Մերձավոր Արևելքի տարածաշրջանը։ Անդրադառնալով մեր մյուս հարևանին Թուրքիային, վերջերս տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, արդյոք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը նշանակում էր Թուրքիայի դերակատարման բարձրացում։ Միանշանակ այո, Թուրքիայի դերը ոչ միայն դրանում շահագրգռված է ինքնին Թուրքիան, այլ մենք նկատում ենք վերջի շրջանում նաև Միացյալ Նահանգների կողմից ակտիվ քայլեր Թուրքիայի տարածաշրջանային դերը ուժեղացնելու առումով։ Վերջերս նաև արդեն քննարկվում է այդ նոր ռազմաօդային ուժերի այդ ինքնաթիռների ձեռքբերման նոր գործարքի մասին, որը իհարկե հակադրվում է այդ ռուսական C4 ցավների հետ եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները անպայման ուզում է հասնել այս գործարքին, իհարկե իր պայմանները թելադրելով կամ իր պայմաններն առաջադրելով եւ սրան հիմնական նպատակը նա է, որ Թուրքիան դարձնի իր հիմնական տարածաշրջանային պես հենակետը կարելի է այդպես ասել։ Ինչու է իմ կարծիքով Միացյալ Նահանգներին անհրաժեշտ սա անել։ Առաջին կարևոր պայմանը Իսրայելի գործոնն է։ Իսրայելը իր վարքագծով Միացյալ Նահանգների համար դարձել է բավականին լուրջ գլխացավանք։ Դեռ մենք տեսանք, օրինակ, ասենք Միացյալ Նահանգները պայմանավորում է, իհարկե այդտեղ էթիկական եւ դիվանագիտական նյուանսներ կային, թե ինչու այդպես վարվեց Միացյալ Նահանգները որպես գերտերություն, սա նաեւ ցույց է տալիս, թե գերտերությունը ոնց կարող է իր կրտսեր գործընկերոջ շահերը խաղարկելով սեփական շահերն առաջ տանել, սա թողնենք մի կողմ, բայց կարևորը որ ձեռք բերված Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, ձեռք բերված համաձայնագրից հետո, համաձայնագիր չէր, հռչակագիր էր սա, բայց խաղի որոշակի կանոններ էր սահմանում խաղաղության հաստատման առումով։ Մենք տեսանք ինչպես Իսրայելը դրան դեմ արտահայտվեց եւ պաշտոնական մակարդակով հայտարարեցին, որ դա իրենց չի վերաբերում, որովհետեւ իրենց շահերը այդտեղ հաշվի առնված չեն ընդհանրապես եւ շարունակեց Լիբանանում իր ռազմական գործողությունները այն դեպքում երբ որ այդ հռչակագրով կետ էր սահմանված որ այնտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն այսինքն Միացյալ Նահանգները վերցրել էր Իսրայելի փոխարեն պատասխանատվություն որը Իսրայելի կողմից զրոյացվեց ըստ էության եւ այս առումով ստացվեց որ Իսրայելը թույլ չի տալիս Միացյալ Նահանգներին տարածաշրջանում իրականացնելու սեփական քաղաքականությունը եւ ակամայից
ավելի շատ նաև իր էքզիստենցիալ որոշակի խնդիրները լուծելու նկատառումով տորպեդահարում այս process-ը եւ խնդիր էր առաջանում ինչպես վերահսկելի դարձնել Իսրայելին։ Իսրայելին վերահսկելի դարձնելու համար մեկ այլ գործոնի ուժեղացումն է, ըստ դեպքում Թուրքիայի դերի ուժեղացումն էր։ Նկատի ունենալով նաև Թուրքիայի ուրեմն բավականին լավ հարաբերություններ արաբական աշխարհի այլ երկրների հետ եւ իսլամական համայնքի այսպես լոկոմոտիվի դերը ստանձնելու այդ հավակնությունը, նաև հաշվի առնելով Իրանին անմիջականորեն հարևան լինելու հանգամանքը, Միացյալ Նահանգները այսպես փորձում է մեծացնել Թուրքիայի դերը։ Ես ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել մի հետաքրքիր փաստի վրա։ Դոնալդ Թրամփը տևական ժամանակ ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, այդ թվում նաև հիմնականում եվրոպական երկրներին, որտեղ ընդ որում տեղակայված են նաև իր ռազմակայանները, մեղադրում էր հակաիրանական կամպանիայի մեջ Իրանին չաջակցելու հարցում եւ բավականին սուր քննադատություն էր հնչեցնում, ընդհանուր բանը հասավ նրան, որ նույնիսկ ՆԱՏՕ-ն որպես ամբողջականություն կասկածի տակ դրեց եւ սպառնաց թե ուրեմն դուրս են գալու, այո, դուրս է գալուց ՆԱՏՕ-ից եւ այլ։ Սա այն դեպքում, երբ որ նույն քաղաքականությունը Միացյալ Նահանգներին չաջակցելու դրսևորում էր նաև Թուրքիան, որտեղ Թուրքիան հակաիրանական այս process-ի մեջ իրեն բավականին չեզոք դիրքերում այսպես դիրքավորեց, ցույց տալով, որ իր շահերից բացարձակապես չի բխում այն ինչ որ տեղի է ունենում Իրանի հետ։ Չնայած այս հանգամանքին վերջերս Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե Թուրքիայի այս վարկագիծը նպաստեց, չգիտեմ, տարածաշրջանում, չգիտեմ, նոր իրավիճակի ստեղծման, այսինքն գովերքում էր ըստ էության Էրդողանի վարած քաղաքականությունը։ Այն դեպքում, երբ որ Էրդողանը գրեթե նույն քաղաքականությունն էր վարում, ինչ եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները։ Այսինքն այս առանձնահատուկ վերաբերմունքը մենք ակնհայտորեն զգում ենք եւ իհարկե սա որոշակիորեն փոխում է տարածաշրջանային բալանսը եւ այն հանգամանքը, որ բոլոր փորձագետների գնահատմամբ այդ գագաթաժողովը բավականին կարևոր գագաթաժողով էր, որ անցկացվեց բանում Թուրքիայում, սա եւս ցույց է տալիս, թե ինչքան կարևոր դեր է կատարում Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում եւ ընդհանրապես տարածաշրջանում։ Հետևաբար այս իմաստով մենք այո որոշակիորեն այսպես սեփական տարածաշրջանային քաղաքականությունը այս նոր իրողություններին ադապտացնելու խնդիր ունենք։ Հիմա ինչպես պետք է ադապտացնել։ Այստեղ շատ կարևոր է իմ կարծիքով մի կողմից process-ներից դուրս չմնալը, բայց մյուս կողմից այն աստիճանի ակտիվություն եւ նախաձեռնողականություն չդրսեւորելը, որ կամա թե ակամա դու վերածվես գլոբալ շահերի բախման գիզակետի։ Այսինքն այդ սահմանը գտնելը շատ նուրբ է, բայց այդ սահմանը պետք է գտնել եւ շարժվել այդ սահմանով։ Շատ կարևոր է, որ երբևէ որևէ կողմից կախվածություն չունենաս եւ ամբողջական կախվածություն չունենաս։ Այսինքն մեզ համար Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումը նաև ռազմաքաղաքական իմաստով շատ կարևոր է, որովհետև մեզ անհրաժեշտ է, որ ուրեմն Միացյալ Նահանգները, որքան էլ տարածաշրջանում Թուրքիային դիտարկի որպես առանցքային խաղացող, այնուամենայնիվ Հայաստանի պարագայում սեփական, այսպես ասենք, իր անմիջական մասնակցությամբ ներգրավվածություն ունենա։ Եվ այս տեսակետից ինձ համար այդ տրիփի նախագիծը, որը թեև տրանսպորտային կամ կոմունիկացիոն կամ լոկացիոն է, բայց իր գաղափարաբանության մեջ ինքը նաև անվտանգային բավականին լուրջ շերտ ունի եւ դրա զարգացումը եւ Միացյալ Նահանգների ուղիղ ներգրավվածությունը այս պրոյեկտի մեջ ինձ թվում է որոշակիորեն բալանսավորելու է թուրքական հավակնություններ, ասեմ, թե Թուրքիայի այս նոր տարածաշրջանային դերի մեծացումը եւ այլն։ Մյուս կողմից եվրոպական ուղղությունը ելի շատ կարեւոր է մեզ համար արժեքային, քաղաքակրթական տեսանկյունից եւ մեր ըստ էության հիմնական խաղաքարտը, որ մենք կարող ենք հակադրել ինչ որ չափով այդ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի գնահատվող նավթ այդ ածխաջրածնային ռեսուրսներին, այո, հենց այստեղ է, այսինքն մեր ներքին ժողովրդավարական եւ մեր զարգացման պրոեվրոպական հեռանկարը, այսպես ասենք, հա։ Այս քաղաքականությունը որոշակի ժամանակ շահելու, այսպես ասենք, հնարավորություն է մեզ տալու
որպեսզի Հայաստանը կարողանա հնարավորինս ուրեմն այդ սուր անկյունները հարթել։ Թեև ռուսական գործոնը այստեղ կա, որը բավականին խանգարում են իմաստով, որ ռուսները իրենց շահերից բխող տեսլականն են, այսպես ասած, փորձում պարտադրել նաև Հայաստանին, բայց Ռուսաստանի այն վիճակում, որ Ռուսաստանը գտնվում է ուկրաինական գործոնի բերումով, իր երկրի ներսում առաջացած իրավիճակի տեսանկյունից, տնտեսական այսօրվա իր պոտենցիալի տեսանկյունից հնարավորություն չի տալիս լայն թափով կամ իր ամբողջ ազդեցությամբ ներգրավելու կամ այդ իր շահերը մեզ պարտադրելու, եւ այս առումով մենք որոշակի մանևրելու հնարավորություն այս պահին ունենք։ Այսինքն իմ գնահատականն այն է, որ դիվերսիֆիկացման քաղաքականությունը, որը որդեգրված է, պետք է շարունակել եւ մեր անվտանգության համակարգը ձևավորել բազմաբևեռ, բազմահանգույց շահերի տեղայնացման կամ շահերի համարժեքացման այս process-ի համադրման process-ի միջոցով։ Ես կարծում եմ բանաձևը գոնե այս ժամանակ, այս խառնակ ժամանակահատվածում, երբ որ շատ դժվար է կողմնորոշվել, թե վաղը մյուս օրը ընդհանուր 1 ժամ հետո ինչ process-ներ կարող են լինել, պետք է հնարավորինս ուրեմն չափավորված լինել։ Եվ մեկ հարց, թերևս դրանով էլ ավարտենք, Ադրբեջանի նախագահը վերջերս Գերմանիայում էր եւ որոշակի առանձնահատկություններ այնտեղ կային այդ այցում, անդրադառնանք դրանց։ Այո, շատ հետաքրքիր այց էր, ես պետք է նշեմ, որ Ադրբեջանը վերջի շրջանում բավականին հետաքրքիր քաղաքականություն է վարում եվրոպական ուղղությամբ, ես դա կբնորոշեի որպես երկակի քաղաքականություն։ Տեսեք, մի կողմից մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որը վերջի շրջանում բավականին լուրջ խնդիրներ ունի ինստիտուցիոնալ Եվրոպայի հետ։ Այսինքն եվրոպական հիմնական կառույցները, Եվրամիությունը, դրա Եվրոպարլամենտը, Եվրոպայի խորհուրդը անդադար քննադատական, այսպես բանաձևեր են ընդունում, հայտարարություններ են արվում Ադրբեջանի վերաբերյալ կապված իր ներքին ժողովրդավարական, ինստիտուցիոնալ դրսևորումների հետ, այդ երկրում արկա ռեժիմի հետ, ընդդիմության բացակայության հետ, մարդու իրավունքների տոտալ խախտումների եւ այլնի հետ։ Նաեւ դրան գումարվել է վերջի շրջանում նաեւ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումները, որի վերաբերյալ մերթ ընդմերթ մենք եվրոպական միությունից, Եվրոպարլամենտից տեսնում ենք բավականին սուր քննադատություն Ադրբեջանի հասցեին եւ սա բերել է նրան, որ Ադրբեջանը անընդհատ սպառնում է վերանայել եվրոպական այս կառույցների հետ իր հարաբերությունները, սպառնում է դադարեցնել իր անդամակցությունը Եվրանեստում, սպառնում է դուրս գալ եվրոպական խորհրդից, դադարեցնել համագործակցությունը եվրոպական խորհրդի հետ եւ այլն։ Եվ դրա դրսևորումը հիշում եք Երևանում կայացած եվրոպական ընտանիքի սամիթի ժամանակ էկրանից Ալիևը էլի այս նույն հոխորտանքներն էր հնչեցնում։ Սրանից դուրս վերջի շրջանում Ադրբեջանը ուղիղ հաղորդակցություն եւ ուղիղ դիվանագիտական բավականին արդյունավետ իր շահերի տեսանկյուն արդյունավետ հարաբերություններ է ձևավորում Եվրոպական միության առանցքային պետությունների հետ։ Հիշում եք մայիսի վերջին Երևանում տեղի ունեցած այդ եվրոպական ընտանիքի սամիթից անմիջապես հետո Իտալիայի վարչապետը գնաց Ադրբեջան եւ այնտեղ ստորագրվեց ռազմավարական համագործակցության հռչակագիր։ Նույնպիսի հռչակագիր Ադրբեջանը ստորագրեց Գերմանիայի հետ իր Բերլին կատարած այցի շրջանակներում։ Եվ մենք տեսնում ենք, որ Եվրոպական միության առաջին տնտեսությունը եւ երրորդ տնտեսություն ունեցող երկրների հետ Ադրբեջանը ձևավորում է ուղիղ հարաբերություններ, խնդիր ունենալով տնտեսությամբ երկրորդ պետության Ֆրանսիայի հետ, որին դիտարկում է որպես պրոհայկական պետություն։ Սա ինչու է կարևոր, որովհետև ու ձեր ուշադրությունն նաև հրավիրում նրա վրա, որ Իտալիան ինքը հանդիսանում է, այսպես ասած, ադրբեջանական գազի վերջին կետը, իսկ տեղափոխվում է այնտեղ եւ հիմա հնարավորություն կա այնտեղից նաև ադրբեջանական գազը տարածելու Եվրոպայում, թեև ծավալները բավականին քիչ են, բայց որ ասում եմ ծովի մեջ մի կաթիլն էլ այսօր Եվրոպայի համար կարևոր նշանակություն ունի, Ադրբեջանի համար սա կարևոր իր քաղաքական արժեքը բարձրացնելու կարևոր ուրեմն բան է, միջոց է։ Եվ այս իմաստով ինքը ինչ է անում, ինքը շրջանցում է եվրոպական կառույցները,
հարաբերությունները ձևավորում եվրոպական կառույցների վրա, ամենամեծ ազդեցություն ունեցող երկրների վրա, որպեսզի այդ միջոցով չեզոքացնի այդ կառույցների ազդեցությունը կամ բացասական, այսպես բանը, ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ։ Եվ այստեղ էլ մենք խնդիր ունենք, որովհետև մենք էլ պետք է փորձենք նաև ինչ-որ բան հակադրել, որովհետև տեսնում ենք, որ Եվրոպական միության կողմից առաջ քաշված այսպես կոչված մեծ միջին միջանցքի ծրագիրը, գլոբալ հավակնոտ ծրագիրը, Ադրբեջանը փորձում է դարձնել իր հիմնական, այսպես հաղթաթուղթը եւ ինքը հանդես գալ որպես այս նախագծի առանցքային դերակատար։ Իհարկե Ադրբեջանի դերը այստեղ ուրեմն աշխարհագրական դիրքն ինքնին նպաստում է դրան, որովհետև կենտրոնական Ասիային Եվրոպային կապող հիմնական ճանապարհը հենց Ադրբեջանով է անցնում, բայց այս դեպքում արդեն մենք պետք է կարողանանք այս մրցակցության մեջ ինչ-որ մի բան առաջարկել եւ դա պետք է լինի մեր լոկացիոն եւ ճանապարհային ամբողջ հանգույցները, որպեսզի կարողանանք ներգրավվածություն ունենալ այս պրոյեկտներում, որը կարող է դառնալ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության կարևորագույն, այսպես բաղադրիչներից մեկը։ Շնորհակալություն պարոն Աբրահամյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը քաղաքական մեկնաբան Գոռ Աբրահամյանն էր։